Տարոն Չախոյանը գրում է. մի քանի անձնագրով փորձում են իշխանություն զավթեն հերիք չէ, մի հատ էլ դրսից տղա են բերում Հայաստանի վրա։ Հայաստանի վրա դրսից տղա բերելու պրակտիկան նոր չէ ընդդիմության համար։ Հայաստանը, որ իրենցը համարեին, երբեք Հայաստանի վրա դրսից տղա չէին բերի։ Սա պետություն է, ձեզ համար խոպան չի, որ մտքներովդ ինչ անցնի անեք, դրսից տղա բերեք Հայաստանի վրա, ով կխառնվի մեր ներքաղաքական կյանքին։ Փորձում են լղոզել, թե մարդկի ու լող տերտերի ձայնագրությունը մոնտաժված է, հայտնաբերված զենքզինամթերքն էլ է մոնտաժված։ Պատերի տակ մարդկի ու լող տերտերը փաստորեն նորմալ երևույթ է ոմանց համար։ Կեղծ շահարկում են, թե իբրև ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված է, բայց ընդունում են, որ պատերի տակ մարդկի ուլելու մասին խոսում է հենց տերտերը։ Այսինքն նորմալ է, որ տերտերը պատերի տակ մարդկի ուլող է։ Տարոն Չախոյանը գրում է, ով էլ կասկածեր, Քոչարյանի դաշինքը դեմ է խաղաղության համաձայնագրին։ Հայաստանը խոպան սարքած խմբակին պատերազմ էր պետք երկիրը ծայրագավառ սարքելու համար։ Հայաստանը կեղեքած, թալանած խմբակին պատերազմի գնով իշխանափոխություն էր պետք տասնամյակների թալանը կոծկելու համար։ Խաղաղությունը լինելու է, իսկ պետությունից թալանածը վերադարձվելու է, ինչ տվեց Հայաստանին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Խաղաղություն, ապա շրջափակում, միլիարդների ներդրում, կայուն զարգացում, հաղորդակցության նոր ուղիներ, տարածքային ամբողջականության ճանաչում, տնտեսական առաջընթաց, նորագույն տեխնոլոգիաներ, տարածաշրջանում դիրքերի ամրապնդում, եւ այս ամենը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության ու տարածքային ամբողջականության տիրույթում։